Ինչպիսի ռեպրեսիաներ եք սպասում դուք, այսինքն Բարգավաճ Հայաստանը պատրաստ է իրավական ճնշումներին։ Նախ ասեմ, որ մենք ցանկացած սցենարի պատրաստ ենք, այնպես չի, որ ռեպրեսիաները մեր դեմ նոր են սկսվել։ Ինչպես գիտեք, առաջին ապօրինի կառանավորվածներից մեկը պարոն Ծառուկյանն էր 2020 թվականին, եւ իդեպ իշխանությունը կամ պատկան մարմինները հարկ չհամարեցին անգամ ներողություն խնդրել, որտեղ այդ գործով այսպես կոչված ընտրական աշակերտների կես գործով պարոն Ծառուկյանը արդարացվեց դատարանի որոշմամբ։ Ցանկացած սցենարի պատրաստ ենք, բայց մենք ոչ թե կանխարգելիչ ֆունկցիա պետք է կատարենք կամ իշխանության արածների հետևանքների հետևից պետք է գնենք, այլ մենք պարտավոր ենք հասարակության սուբյեկտությունը մինչև ամսի 7 այնպես բարձրացնել, որ Նիկոլ Փաշինյանը չհանդգնի անգամ կեղծիքների կամ բռնությունների գնալ։ Ուրեմն ես ուզում եմ մեր ժողովրդին մի հստակ բան ասել։ Եթե ընտրողների մասնակցությունը գերազանցեց 1.3 միլիոն, սա մասնագիտական հաշվարկներ, ավելի պատկերավոր ասած, պլյուս 10% եղավ մասնակցություն նախորդ ընտրությունների համեմատ, Նիկոլ Փաշինյանի պարտությունը անխուսափելի է լինելու, եթե նույնիսկ նրան Էրդողանից եւ Ալիևից բացի վենսեր պաշտպանեն, կայակալածներ պաշտպանեն, մակրոններ պաշտպանեն, որովհետեւ ի վերջո հասարակական ակտիվ սուբյեկտությունը, մասնակցությունը բերելու է նրան, որ այս իշխանությունը փլուզվի շատ արագ։ Հիմա փաստորեն ամենամեծ խնդիրը մարդկանց տեղամասը։ Միակ խնդիրը, եթե կուզեք, որովհետև այդ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը այնքան ցածր է, որ հասարակության ակտիվ մասնակցությունը ավտոմատ նշանակում է իր պարտություն։